300,000-ի շեմը շատ ուշ բերեցին, օրինակ մարտ-ապրիլ ամիսներ, որ ասեցին, գիտեք, 300,000-ից ցածր գումարները պետք է չի հայտարարեք։ Այսինքն մարդկանց 90%-ը այդ 300,000-ից ներքև էր էլի իրանց այսպես փոխանցում, իսկ ավելի շատ մեծ գումարներ չէին փոխանցում։ Բացի այդ, մարդիկ եթե մեծ գումարներ ունեն, կարող են բաժանել մասերի, 200-300,000-ով փոխանցել, ընդհանրապես այդ թեման դուրս կգար մեջտեղից։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ պետությունը եւ հանրությունը չկարողացան համատեղ այդ աշխատանքը կատարել, որը դրված էր անշուշտ պետության վրա, եւ այս ինստիտուտը ամբողջությամբ հեղինակազրկվեց։ Սա կարևոր ինստիտուտ է, մեկ անգամ եւս նշեմ, որ պետությունը իմանալով, օրինակ Սուրեն Պարսյանը այսքան եկամուտներ ունի, դրսից ստանում, ստեղից ստանում, նվիրատվություն ստանում, Սուրեն Պարսյանի նկատմամբ հասարակական սոցիալ-տնտեսական քաղաքականություն է վարում իր համար։ Իրան տալով այս կամ այն արտոնությունները, այս կամ այն հնարավորությունը, այս կամ այն զեղչերը եւ այլն։ Եթե պետությունը չունի ինֆորմացիա, այս դեպքում բոլորին է անում։ Բայց կանի պետությունը դա, որովհետև թեր հավատություն կա դրա։ Պետությունը պետք է ինֆորմացիա ունենա առաջի փուլով, որ կարողանա իրականացնել։ Այս պահին հարկումը չէր դրված հիմքում։ Այս պահին դրված էր տեղեկատվության հավաքագրումը իր հանրության վերաբերյալ ժողովրդի վերաբերյալ, կարողանային հասարակական քաղաքականություն վարել։ Այդպես են զարգացել, զարգանում աշխարհի բոլոր երկրները։